մի անգամ Հոլիվուդի վրա հանդիպեցի այս հնդիկ մարդուն, գլուխները փաթաթած, ինչպես են դրանց ասում, սինք։ Եվ նա ինձ խոր սև աչքերով նայում է եւ ասում է տիկին, ես ձեզ այնպիսի բաներ ունեմ ասելու ձեր ապագայի մասին, բախտագուշակ չէր, փող չէր խնդրում, պարզապես ինքը իրեն դրել է ինչ-որ մի մարգարեի տեղ եւ փորձում էր ինձ, իհարկե իմ ամբողջ էությամբ ես երևում եմ ինչպես քրիստոնյա եւ ես կարծում եմ, որ նա պարզապես կոնտակտ էր փնտրում իրեն ներկայացնելու, իբր թե ինքը տեսնում է իմ ապագան եւ ամեն ինչը։ Եվ ես իրեն ասացի, ես եմ կերտում իմ ապագան, Աստված միայն լսում է իմ աղոթքները, ես խնդրում եմ իրեն եւ վաղվա օրը ես եմ որոշում։ Ապագա տեսնելի չէ քեզ համար, իմ ապագան դու չես կարող տեսնել, որտեղ իմ Աստվածն է Հիսուս Քրիստոսը։ Հետո գիտեք նա անմիջապես ինչ ասեց, ինձ ասում է, ուզում ես ես անիծեմ քեզ, հիմա քեզ վատ բան կպատահի։ Ես իրեն ասացի, եթե անիծես ինձ, այդ անիծքը քեզ է գալու, որովհետև իմ հրեշտակներն ինձ պաշտպանում են եւ իզուր ջանքերդ մի վատներ։ Միայն ինքդ քեզ ես կործանում դրանով։ Եվ տեսնեք այդ դեմքի փոփոխությունը, դարձավ հրեշ։ Հիմա ինչ եմ ուզում ձեզ ասել, սիրելիներ, շատ կարևոր բան։ Ահա մեր ժողովուրդ, թաղեմ քեզ, արևդ մեռնի, ձեռներդ կոտրվեն, տունդ քանդվի, ամեն տեսակի ուրեմն բաղձախոսություն ընդունակ է մեր ազգը։ Այսինքն նույն այդ հնդկական սարսափելի հեթանոսական այս հետամնացություն եւ անեծքը, մարդու անեծքը, դա ուղիղ հարաբերական է, ուղիղ կապ է դևի հետ, այսինքն դու դեր ես ուղարկում այդ մարդուն։ Ինչու մեծագույն սատանիստը, դիվապաշտը, Կիպրիանոսը դարձավ մեծ սուրբ, որովհետև ահա նրա օրինակով մենք գիտենք, որ սատանիստը կապվում է դևի հետ եւ դևը գալիս է ասում մյուսը ինչ անեմ, սա գնա սա արա, եւ այս Ջուստինիայի մոտ է ուղարկում, որպեսզի այս գեղեցիկ աղջիկը բռնվի դևերով, սեքսուալ դևերով եւ դառնա իր սիրոհին։ Դևը նրան վերադառնում է փորձելուց հետո եւ ասում է հնարավոր չէ, ես չեմ կարող այդ աղջկան մոտենալ։ Կիպրիանոսը ասում է ինչու։ Ասում է որովհետեւ նրան շրջապատում են հրեշտակները, ես նրանից վախենում եմ, ես նրա մոտ չեմ կարող գնալ։ Եվ հա Կիպրիանոսը ապշում է, ուրեմն իր անեծքը, իր կամքը, որը դևը կատարում է, ի վիճակի չէ կատարելու, ինչն է պատճառը։ Եվ շուտով իմանում է, որ Ջուստինիան քրիստոնյա է։ Եվ կամաց Կիպրիանոսը խորանում է այդ քրիստոնեական կրոնի։ Եվ փաստորեն նա գիտի այն աշխարհը, նա գիտի, որ այս դևերը իրական են։ Եվ ահա հիմա նա հասկացավ, որ դևերի վրա իշխանություն ունի Քրիստոսը։ Եվ ինքը դարձավ մեծ քրիստոնյա, հրաշալի ուրեմն իր կենսագրությունը, լրիվ մենակության մեջ, աղոթքների մեջ, ցավի մեջ, ասում են, երբ նա սկսում է հայրմերը աղոթել, դա դեռ 10 օր, որովհետև ամեն մի տողից հետո նա լաց էր լինում, ամբողջ օրը արցունքները հոսում էին։ Եվ Սուրբ Կիպրիանոսը մեր եկեղեցու սրբերից է։ Ես ինչ եմ ուզում ասել դրանով, ուրեմն կա անեծքի երկու տեսակ, երբ որ դու կապվում ես դևերի հետ եւ օգտագործում ես նրանց, մանավանդ չպաշտպանված մարդկանց վրա ուղարկելով նրանց, որովհետեւ Քրիստոսի անունով մկրտվածը եւ թեկուս Սուրբ Խաչ կրողը անպարտելի է, ոչ մի ուրեմն դև չի կարող ինձ մոտենալ եւ ոչ մի կերպ բացի թե դու հավատ ընծայես չար մարդուն, դա շատ կարեւոր է։ Դրա համար դուք պետք է դրա համար Պողոս Առաքելը ասում է քննեք հոգիները,
Այսինքն այն հոգիները, որոնք կապված են դիվական զորությունների հետ եւ դուք իրեն վստահում եք անգամ ձեր հոգուց սեր եք տալիս իրեն, բացարձակապես արգելվում է դա սիրելիներս։ Դուք այդ մարդուն տվեք Աստծուն, նվիրեք Աստծուն եւ հեռացեք այդպիսինից, որովհետեւ ինչքան նա պիտի օգտագործի իր խորամանկությունը, իր երեսապաշտությունը, իր քծնի ուրեմն դիրքը ձեզ խաբելու եւ երբեք չգիտեք թե հաջորդը ինչի է ընդունակ այդպիսի մարդը։ Ուրեմն ազնական անեծք տալը դա նշանակում է, որ դուք հարաբերվել եք դևի հետ եւ օգտագործում եք դևը պատժելու այդ մարդուն։ Քրիստոնյաներս արգելվում է դա։ Սակայն ինչ է կանոնական անաֆեման, կանոնական նզովքը։ Անաֆեմա հունարեն բառ է, որ նշանակում է կտրել եւ գցել, excommunication, նզովք, մեր ուրիշ բառ չկա դրա համար, մենք օգտագործում ենք նզովքը եւ ահա մենք տեսնում ենք, որ եւ ամբողջ այս սաղմոսների մեջ Դավիթ ամեն մի սաղմոսի մեջ օգտագործում է ինչպես թե չարը կամենալով իր թշնամուն եւ ահա արդյոք Քրիստոսով փոխվեց այդ նզովքի կանոնը, որովհետև ըստ մեր քրիստոնեական գաղափարախոսության իմ անձնական թշնամին ես ընդունակ եմ իրեն ներելու իմ անձնական թշնամուն, բայց նա ով որ պաղծում է իմ սրբությունները եւ պասախոսում է իմ Աստծուն, նա պետք է մահապատժվի ըստ մեր կանոնի։ Եվ ահա, սիրելիներս, դա անում է եկեղեցին իր կանոնական անաֆեմայով։ Ինչ է դա։ Դա մենք շատ հաճախ հանդիպում ենք նաև նոր կտակարանի մեջ, գործք 23-ում, հռոմեացիների 9-ում, կորինթացիների 12-ին, որի մեջ պարզ ասվում է, նա ով չի հավատում Հիսուս Քրիստոսին, որպես Աստված եւ Փրկիչ, նա անիծված է, նզովյալ է նա, անաֆեմա է նրա վրա։ Պարզ ամեն ինչ պարզ ասված է։ Հիմա ինչ է պատահում մեր ժողովրդի մեջ, այս կռապաշտները, այս պաղծախոսները, որ մանավանդ լուսավորչի, սուրբ լուսավորչի մասին ինչ ստեր ասես որ չեն եւ հայրանքներ ասես որ չեն տարածում։ Եվ ահա այս մարդիկ պետք է մահապատժվեն ըստ մեր կանոնի եւ նրանց վրա անաֆեմա կա։ Բայց հիմնականում ըստ եկեղեցու ուսուցման անաֆեմային հաջորդում է excommunication, անջատումը, տվյալ մարդու հեռացումը եկեղեցու խորհուրդների շնորհքից, այսինքն տվյալ մարդը այլևս եկեղեցու միջոցով փրկություն չունի։ Այդ բառը ցավոք սրտի հայերենում չկա, excommunication, դա նույնպես կանոնական հասկացողություն է հռոմեական կաթոլիկ եկեղեցում եւ այդպես մարդիկ Լյութերը, որ Օգոստինյան վանական էր, սկսեց խոսել եկեղեցու խորհուրդների դեմ, բստրել, նա հարբեցող էր, նրա մասին սխալ տեղեկություններ են հաղորդում, նա կախվել է վերջին իր այս փարդեի ժամանակ եւ ահա Լեո 10-րդ պապը նրան էքսկոմունիկատ տվեց։ Լեո 13-րդ պապը անգլիկաններին տվեց էքսկոմունիկատ։ Ուրեմն անաֆեման դա կանոնական եկեղեցական հայրապետների կողմից եւ տեզական ժողովների կողմից ձևակերպում է, որը զգուշացնում է մարդուն։ Ահա Սուրբ Աթանասը սկսեց իր անաֆեմաները եւ Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացին, Աթանասը Նիկոն 325-ին եւ ահա Սուրբ Գյուրեղ Ալեքսանդրացին արդեն Եփեսոսում 12 իր նոզովքով արիացիներին եւ նաեւ սա վերաբերում է հակաքաղքեդոնականներին, որը Քաղքեդոնի դոգման հիմնված է Աթանասի ձևակերպման վրա, որ Աստված, Հայր Աստված Սուրբ Հոգին եւ Քրիստոս ունեն նույն էությունը, նույն զորությունը, բայց մարդացած Աստված ունի երկու բնություն, որոնք միասին են, անջատել չի լինի եւ նրանք խառնված չեն։ Սա է մեր ուսուցումը, սիրելիներ, եւ չխաբվեք։ Եվ ահա, ով որ սրան չի հավատում, նրա վրա դրված է անաֆեմա։
նզովք, այսինքն թե նրանց սպասվում են դժոխային դժոխքի մեջ մտնելու իրավիճակ այս կյանքում եւ հետագայում նույնպես այս մարդիկ պետք է եթե բարձի չգան պետք է ուրեմն դատապարտեն դժոխքի դա է անաֆեմայի կանոնը հիմա ես խոսում եմ արդեն մեր մասին մենք փոքրիկ մարդիկ ենք իհարկե արիոսականները հակաքաղաքեդոնականները բողոքականները ի վերջո բոլորը անաֆեմայի տակ են վտարված եկեղեցուց եւ դա կանոնական է որը վերաբերվում է եկեղեցու ուսուցմանը ծեսին եւ դոգմային բայց ահա մեր անձնական կյանքում մենք ինչպես ենք չէ՞ որ ունենք թշնամիներ ահա մեկը կործանել էին որդուն մոր համար մանավանդ այդքան մայրեր կան որոնք իրենց երեխաներին իրենց տղաներին կորցրել են ռազմաճակատում եւ դա գիտեն որ դա արդար պատերազմ չի եղել եւ նրանք անգամ գիտեն որ դա կազմակերպված սպանություններ են եղել այս իրավիճակներում ինչպես կարելի է որպեսզի զգայուն մարդը երբ որ տեսնում է բացարձակ թշնամություն եւ քաղաքացիական օրենքը այնտեղ չէ որպեսզի պատժի այս մարդկանց ինչպես պետք է ներել այսպիսիներին եթե ներում չկա ձեր սրտում նաեւ դա ինձ է վերաբերում բոլորիս է վերաբերվում դուք չեք կարող կեղծ աղոթք անել ներում չկա գթասրտություն չես զգում այդ մարդուն բայց թշնաման կամ անտարբերություն այդ դեպքում դու պետք է ասես տեր այդ մարդուն ես հանձնում եմ քեզ նրա դատաստանը տալիս եմ քեզ որովհետեւ Տերը ասում է վրեժիմն է չես ասում արևդ մեռնի թողեմ քեզ տունը թալվի գլխիդ եւ այլն դա նշանակում է որ դու ուրացար քո Աստծուն որովհետեւ դու հիմա կապվում ես դևերի հետ փորձում ես օգտագործել դևերին քո անձնական վրեժխնդրության համար բայց գիտես ինչ Տերը գիտի թե այդպիսի հանցագործության ծավալեն ինչ համապատասխան պատիժ կա դու չգիտես երբեք վստահիր Տիրոջը եւ երբեք չկարծես որ արդարադատությունը չի լինելու Աստծո անպայման լինելու է Աստծո արդարադատությունը եւ պահանջում է նաեւ ներում այդպիսիներին ծերելներ եթե այդ ներումը դուք չեք զգում ձեր սրտի մեջ դրա համար պահանջում է ժամանակ տվեք ժամանակ ինքներդ ձեզ դա մեր թուլությունն է որտեղ Քրիստոս ինքը հաչի վրա նայում էր իրեն ծաղրողներին այս չնչին մարդկանց որոնք հաճույք են զգում իր տառապանքներից եւ ասում են Տեր հայր ավելի ճիշտ հայր ներիրն նրանք չգիտեն թե ինչ են անում ինձ ասում են եթե Քրիստոս Աստված է մուսուլմաններ հիմնականում ինչու էր ասում հայր ներիր նրանց շատ պարզ որովհետեւ հայրը ինչպես եւ մայրը զգայուն է նույն կերպ հայրը զգայուն է եւ նա չէր կարող տեսնել դա նա պատրաստ էր տեղում բոլորին ոչնչացնելու ոչ թե Քրիստոս որդին տանջվող որ դրա համար եկել էր եւ նա գիտեր դա աշխարհի ստեղծումից առաջ նա գիտեր որ ահա ինքը պետք է փրկի այս անկած մարդկանց բայց ահա Քրիստոս դիմելով հորը կասեցեց նրա ցասումը եւ հիմա սիրելիներս մենք վիճակի մեջ ենք հիմա երբ ոչ միայն հայրը այլև Քրիստոսի ցասումն է իր եկեղեցիների վրա որովհետև եթե եկեղեցին առաջ կանոնական անաֆեմաներով այրոսականներին բողոքականներին առանձնացնում էր եւ դատապարտում հիմա դա չի կատարվում 83 թվականից Հովհաննես Պողոս II անաֆեմայի կանոնը հանեց եւ ներողություն խնդրեց բողոքականներից եւ անգամ Լութերին հայտարարում էին սուրբ այսինքն մենք հիմա գտնվում ենք հակա Քրիստոսի տիրույթում հայոց եկեղեցին լուսավոր չի խոսում այս դերածողները այս տգետները այլ առաջ է քաշում կռապաշտություն եւ դրա համար վճարվում է գլոբալիստներից եւ եվրոպական մի ժամանակ կաթոլիկ թագավորությունը որ մեկ թագավորություն էր վերածվեց եվրոպական միության գլոբալիստական իրենց մեկ կրոնի սկզբունքները բերելով եւ հենց իրենք բերեցին ամբողջ մուսուլմանությունը Եվրոպա եւ Եվրոպա չկա արդեն
Եվ դա նորից արեց Հովանոս Պողոս II-ը, ես հիշում եմ դեռ այն թվականներին մակում ինքը խոսեց այդ մասին, որ եղբայրական սեր պիտի տանք մուսուլմաններին։ Գիտեք ինչ, քաղաքացիական օրենքը անգամ եղբայրական սեր չի տալիս մարդասպանին, այլ հիմնականում կայացնում է դատավճիռ ոչնչացնելու այդպիսիներին։ Այնպես է նորից քրիստոնյաներս ապուշ չենք։ Քրիստոնյաներս պետք է հասկանանք ով է կանգնած մեր դիմաց եւ հասկանալու այդ հոգիների պոտենցիալը, որովհետեւ եւ հայության մեջ եւ աշխարհում հիմա ատում են Քրիստոսին, որովհետեւ Քրիստոս պահանջում է ամբողջական զոհաբերություն, փառք ունես թքիր այդ փառքիդ վրա, մարմին ունես, հարստություն ունես, հեռու կանգնիր այդ ամեն ինչ, դու հոգեվոր ես, դու պիտի լինես հրեշտակի նման, որտեղ որ ինքը չի ցանել, այնտեղ գալիս է հնձելու, եւ գիտես ինչ, այդ հրաշքը պատահում է, անկած մարդը, որ գերի է, սնափառության եւ իր մարմնի կրքերի, կարող է դառնալ հրեշտակ, կարող է ծնվել ի Քրիստոս եւ լինել Աստված, այդ մասին ասում է եւ Սաղմոսը եւ Քրիստոս եւ մեր նարեկացին։ Ասրելնես, ինչ եմ ուզում ձեզ ասել, երբեք փոքրոգի չլինենք։ Եվ իմացեք, եթե ձեր զայել են շատ մեծ վատություն, ուրեմն դուք շատ մեծ պատիվ ունեք Աստծո առաջ։ Հիմա ապուշ մարդկանց իր ոչ մեկ նեղություն չի տալիս, բայց եթե դուք սկզբունքային եք եւ սուրբ եք արդեն սատանան հատուկ զբաղվում է այս մարդկանցով, որպեսզի ուղղակիորեն հնում բերում էր սրբերին բերում էին Ածյանի առաջ, եթե նա Քրիստոս էր խոստովանում, նրան գլխատում էին եւ մարտիրոսում էին, բայց այս դարում ձևը փոխվել է։ Զգուշացեք, այս դարը ուրիշ դար է։ Սատանան հասկացավ, որ մարտիրոսի արյունից, մեկ մարտիրոսի արյունից ծնվում են միլիոնավոր սրբեր, եւ նա փոխել է իր տակտիկան։ 20-րդ դարից սկսած սատանան առաջացնում է այլ կերպ։ Նա մտել է եկեղեցի եւ նա ձեզ խափում է։ Այս հարդարված դեմքեր, քաղցր խոսքեր, ամեն կերպ, ամեն ինչ։ Ահա, հիմա նոր այս պապը եկավ, եւ այնպեսի բաներ անում, որ մենք ապշած, անգամ Աստվածաշնչի նոր խմբագրված հրատարակությունն է հաստատում, որտեղ հոմոսեքսուալիստների, սոդոմիստների աստվածային հայտարարությունները վրեժի եւ պատժի ինքը համարյա հանում է։ Այսինքն պետք է զգուշ լինենք, սիրելիներս, չհավատակ ոչ մեկին։ Քահանա ունես, լսիր ուշադրի ինչ է խոսում, ինչ է սովորեցնում։ Դրա համար դու պետք է իմանաս մեր եկեղեցու կատեխիզմը փառք Աստծո օգնությամբ ես հրատարակեցի եւ կարողացա թարգմանել անպայման պիտի կարդաք լուսավորիչ հաճախապատում շնորհալու ընդհանրական թուղթը եւ մանդակոնի, որտեղ իհարկե նարեկացին շատ մեծ է, բայց շատ բարդ է այն հասկանալ, սիրելիներս։ Եթե կարողանում եք նարեկացում մեջ ընկանվել եւ լուսավորվել նարեկացով, հրաշալի է, բայց մեր Սուրբ կրոնը նաեւ երեխայի քայլերով մոտենալն է Աստծուն եւ այդ քայլերը պետք է պարզ ուսուցում լինեն եւ ահա լուսավորիչը մանդակոնը եւ շնորհալին այդ պարզ ուսուցումը տալիս են։ Դուք պետք է չլսեք գայլերին, խաբեբաներին, դուք պետք է իմանաք ինչ է ձեր հավատքը եւ կանգնեք այդ հավատքին։ Հիմա Վատիկան II ժողովից հետո 1960-ական թվականին, որոնք կազմակերպեցին բողոքականները եւ հրեաները, կաթոլիկ եկեղեցին 90%-ով գոյություն չունի։ Այնտեղ կատարում են սատանայական ծես։ Ես իրենց մեջ եմ 30 տարի ես ներսում եմ, գիտեմ ինչ է կատարվում, խնդրում եմ ինձ վստահեք եւ զգուշ եղեք։ Ամեն ինչին նրանք կպցնում են սուտը։ Ահա, պետք է կարդալ Թոմաս Ակվինացի, Հովանես Ոսկերբերան, Գյուլիա Ալեքսանդրացի եւ իհարկե վերջին սրբերից է մեր Պաստորեն Ակվինացին, երևի թե կտա ամեն ինչը, բոլոր ձևակերպումները եւ տեզերական ժողովները եւ հիմնադիր սրբերը եւ ահա դուք պետք է իմանաք անգլերեն, սիրելիներս, եթե դուք մնում եք հայերենի վրա եւ մանավանդ գրափար չգիտեք, շատ դժվար կլինի ձեր վիճակը, ձեզ պիտի խաբեն եւ նրանք ովքեր կրթված են եւ գրափարին տիրապետում են, ես ձեզ խորհուրդ կտամ անպայման կա հիմա գրափարի հրատարակությունը ինտերնետի վրա, աստվածաշնչային հրատարակությունը անպայման դաունլոդ արեք եւ ունեցեք դա։ Եվ եթե մեկը խոսում է աստվածաշնչից, մանավանդ բողոքականները,
բացիր Մաշտոցյան հրաշալի ամենագեղեցիկ ամենակատարյալ թարգմանությունը, որը հունարեն հունարեն բնագիր թարգմանությունից հետո համարվում է առաջին բնագիրը, այսինքն երկրորդ բնագիրը հունարենից հետո, եւ նա կատարյալ թարգմանություն է, կատարյալ է անգամ շատ ներողություն Ջերոմի լատիներենի թարգմանությունից, այս մասին ես խոսել եմ իրենց աստվածաբանների հետ եւ նրանք համաձայնել են ինձ հետ, իմ անգլերենի Facebook-ի վրա գրված են մանրամասները Սուրբ Մաշտոցի եւ իր թարգմանիչների աստվածաշնչային թարգմանությունը բացառիկ հանճարեղ թարգմանություն է եւ դու հիմնված ես դրա վրա եւ դու հիմնված ես լուսավորչի վրա եւ դու հիմնված ես շնորհալու վրա եւ գիտես ինչ քո կյանքը պետք է լինի խոր վիրապ քո կյանքը պետք է լինի 15 տարի ապաշխարանք որպեսզի վերջը դառնաս հրեշտակ եւ հավասարվես Քրիստոսին նրա մեջ եւ նրա հետ ապրելով հավերժորեն ամեն